Ժողովուրդ օրաթերթը գրում է. Էրեբունի Երևան 2807 տոննա կատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է գրեթե 2 միլիոն ԱՄՆ $։ Այս մասին Ժողովուրդ օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ժողովուրդը գրում է. Օրաթերթը տեղեկացել է, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում հենց նոյեմբերի 13-ին կանցկացվի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործով կալանավորված 18 անձանց կալանքի վերաբերյալ դատական նիստը, որը կնախագահի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում։ Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես կառավարությունում և ԱԺ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին, Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որևէ իրավական հետևանքից այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես։ Ավելին, մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Անդրեասյանը պետք է հրաժարական տա և հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Հրապարակ թերթը գրում է. Ալեն Սիմոնյանն իրեն և իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-ից 8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։ Պաշտոնական կարգադրությունում ասվում էր, որ Հայաստանի հարավ են գործուղվել աշխատանքային այցով, իհարկե այցից հետո հաշվետվություն չի ներկայացրել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն Սիմոնյանը, կարելի է ասել, գրեթե օնլայն լուսաբանում էր իր ողջ այցը։ Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊԱ-կանները կուսակցական քարոզ են իրականացնում։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ մեկնել էին Տավուշի և Արարատի մարզեր։ Հրապարակ թերթը գրում է. Թվում է, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 26-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելու համար, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ 4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է։ Փաշինյանն էլ արձագանքեց, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնեն Արցվաշենը և մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Իրականում սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից, իսկ Արցվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բնակեցնել։ Փաշինյանը իհարկե խոստացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են, սակայն եթե Բաքվում 2 ոտքը 1 մաշիկի մեջ դնեն, հնարավոր է իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։ Այս և այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։